Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ Բարև ձեզ Տիկին Դիլբարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես դատավարությունները շարունակվում են 3 այսպես ասեմ խափանման միջոցը փոխվեց Միրան Մաղսուդյանի եւ Դավիթ Գալստյանի, չգիտեմ դա որքանով է փողզիջում, ես գիտեմ որ դուք շատ լավ եք ճանաչում գնդապետ Մաղսուդյանին, գիտեք ինչ հայրենանվեր գործով է զբաղված, ել չեմ ասում Արցախի այո ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանին, խապտե այս շինծու այս բաները քիչ առաջ էլ դուք այստեղ եք, մենք խոսում էինք Խաչիկ Մանուկյանի հետ, նաև հետևում էիք, գիտեք որ այնտեղ մի քանիսի վրա օրինակ Արմեն Ալեքսանյանի վրա ձվածեղ պատրաստելու համար այսպես բան գործ են հարուցել երկու տեսանկյունից, հա, մի հատ խնդրեմ ուզում եմ որ Տիկին Դիլբարյանն էլ հետևի, ուրեմն այնքան փոքրոքի մարդ է եւ առաջին կամ այնքան վախկոտ մարդ է Նիկոլը, որ սովորական քաղաքացի Արմեն Ալեքսանյանը այսպես հումորային բաներ էր անում, որ հիմնականում առանց կունենալով այն, որ այս հողակտորն էլ ես դու տալու, սա էլ ոնց որ թե այս պահին բանի պետք չի տուր, կամ ես արագ ես բերքը հավաքենք թուրքերին չտան, հա, դուք պատկերացրեք, որ այս անձի նկատմամբ ես քիչ առաջ ասեցի սոցիալապես խայտարակ ծանր պայմաններում 3 անչափահաս երեխա ունի տարիքով ծնողներ եւ նույն վիճակում են իրենք, դուք գիտեք որ նաեւ գրավ է դրվել, մի դրվագ էլ խնդրում եմ շատ կարճ նաեւ ցույց տաք հիմա Արմեն Ալեքսանյանին, այսպես այս մարդը շարունակվում է կալանավորված մնալ, 16 հոգին շարունակում են կալանավորված մնալ, այս մարդկանց հանդեպ իբրև թե մեծահոգի գտնվեց եւ խափանման միջոցը փոխեց, բայց 5 միլիոն դրամ ես գիտեմ որ շա մեծ ահերի ծանր բեռը իրենց համար, տեսեք, քաղաքացի հեռախոսով այսպես նկարում են, փոքրիկ կես դրեք, կես րոպեանոց ինչ որ մի բան։ Ահա։ Հəլəlասի այդ ցավոտանին։ Ժողովրդական խոսքով։ Ում է մեջնազնի։ Մի փոքր ջերմոց են եկալել։ Պրոստը քեզի զգուշացնում են, որտեվ գյուղի ժողովուրդը արդեն վախեցել է քեզանից, գյուղատնտեսությամբ էլ չի զբաղվել։ Ճիշտ բան ասում ես։ Ես եկել եմ ասեմ, որ նորմալ է, սա։ Հիմա նայեք, ծակերը բացել է, որ թաղար դնեմ, այս վերքից օգտվեմ էլի, դե մի քիչ էլ ես թալանեմ, դուք ոնց եք թալանում այդքան ես, Հայաստանը թալան է բրծել ես, բայց մի բանն է վատ, որ Թուրքիային է մոտիկ ես Արաքս գյուղը, այս վերքից օգտվեմ բրծնել են, նոր եթե ուզենաս հանձնելու լինես, պարոն Փաշինյան, խաբար կանես, որ սաղս դուրս գանք, մեզ էլ հետո չգոնես իրանց նկարները դիր, մարդ չգիտի լատ է, խնդա, այս ինչ օրի ենք, ու այս մարդուն տարերա կալանավորել է։ Եվ դեռ խոսում են ժողովրդավարություն, չգիտեմ ինչի մասին, եւ գումարներ ուզում գլխավոր առաքինությունը համարում են այն, որ պարզվում է բռնատիրական Հայաստանում իրենք արդարադատություն են բերել։ Եվ ստանում են միջազգային այսպես դրամաշնորհներ, դատաիրավական համակարգում, ներքին գործերում, այսպիսի գործեր այսպես կարելու համար։ Գիտեք, երևի երբեք Հայաստանում խոսքի ազատությունը այս աստիճան շրիշակի ցածր մակարդակի վրա չի եղել։ Սա ձեզ ասում եմ մարդ, որ 90-ականներից եղել է առաջատար, լրագրող, մամուլում միշտ, այո, սկսյալ առաջին նախագահից վերջացրած այս վարչապետով եւ միշտ հետևել եմ եւ այդ չգիտեմ զարհուրելի անկումը որ գոյություն ունի, տեսեք խոսում ենք, ես էլ հումորով այսպես դառը օգտագործեցի փողզիջում բառը, ինչի համար ենք ուրախացել, որ Արցախի բռնազավթված եւ ցեղասպանության ենթարկված Արցախի հանրապետության ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխել է։ Նախ պարզ չէ այդ մարդուն ինչու էին ձերբակալում եւ այն էլ ձերբակրեական գործ հարուցել եւ ընդ որում խափանման միջոցն էլ ընտրել կալանքը։ Հայաստանում այլևս ընդդիմախոսների համար միակ խափանման միջոցը դա կալանքն է։ Մարդուն մեկուսացնում, կոտրում են 3 երեխաների հայր անչափահաս եւ անտուն ամեն ինչ Արցախում թողած եւ ընդհանրապես ինչ ապօրինի քայլ է կատարել Դավիթ Գալստյանը։ Կամ նույնը վերաբերում է Միրան Մաղսուդյանին, այնտեղ բազմաթիվ մարդիկ կան, որոնց մեղքը բացարձակապես ապացուցված չէ, որոնց վտանգավորության աստիճանը ընդհանրապես գոյություն չունի, եւ այդ մարդկանց հանդեպ խափանման միջոց կիրառել կալանքը,
դա զարհուրելի անարդարություն է։ Եվ մենք հիմա պետք է ուրախանանք, որ գոնե այդ մարդկանց հնարավորություն է տրվել տուն գնալ, բայց դրա գումարը տան։ Որտեղից 5 միլիոն դրամ են ուզում։ 12000 դոլար որտեղից պիտի տանես։ Վիթխարի Այս մարդը կարողանում է իր երեխաներին պահի, տնից, աշխատանքից, հայրենիքից, ամեն ինչից, նույնը Մաղսուդյանը աշխատանքից հեռացրել, աշխատանքից ինչի հեռացրեցի, որտեղ ասպերից ինչ եք անում, հողերը տալիս եք, գիրանցը տալիս եք, տավուշը տալիս եք, ինչ եք անում։ Սարսափելի է։ Եվ եկեք չխոսենք այն մասին, իսկ Լիդիա Մանթաշյանը, ես սարսափած չեմ հասկանում, այդ ինչ վտանգավորության աստիճան ունի, որտեղ է դա ապացուցվել եւ ինչ է արել ինքը։ Ընդհանրապես այդ գործով խափանման միջոց կալանքի տակ գտնվող բոլոր մարդիկ պետք է ոչ թե նրանց խափանման միջոցը փոխվի այն էլ այդ անմարդկային գրավի միջոցով, այլ նրանց պետք է բաց թողնեն եւ ներողություն խնդրեն։ Ես կարծում եմ Արցախի падգամավորից պիտի ներողություն խնդրեն։ 12000 դոլար է ուզում, ի՞նչն է, այն էլ ասում է կգնաս տանը, ոնց է ապրելու, ինչ է անելու։ Որտեղից է գտնելու այդ գումարը։ Դա հատուկ արվում է մարդկանց նսեմացնելու եւ ապացուցելու համար, որ նրանք ոչնչություն են, իրենք ամենակարող են։ Դատարաններն իրենցն են, դատախազներն իրենցն են, կուզեն բակլան խաշած կցանեն, կուզեն ընդհանրապես չեն ցանի։ Դա սարսափելի է։ Հայաստանում խոսքի ազատության եւ դատաիրավական համակարգի այս աստիճան կառավարելիություն կախում գործադիր իշխանության ղեկավարից երբևէ չի եղել։ Ամենայն պատասխան, ընդ որում անգամ աննշան զանցանքների համար։ Եվ ես ունեմ առերևույթ հիմնավոր կասկած, որ այս ամենի պատճառը այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը ծանոթ լինելով հանրության տրամադրություններին տեսնում է, թե ինչպես է հասարակությունը արդեն, այո, հասկանում, թե որքան կործանարար է իրենց քաղաքականությունը։ Ինչքան իջնում է իրենց վարկանիշը, այդքան դաժան եւ անզիջում են դառնում դատաիրավական այդ Օրինակ Լիդիան Տիկին Դիլբարյան փակելով ինչ է ուզում ցույց տա։ Այսինքն ուզում ասում է Տիկին Դիլբարյան քեզ էլ կարող եմ Անժելային, Լուսին, բոլորիդ կարող եմ, բոլորիդ, ամեղ, բացարձակ ոչ մի բան չներքաշված Աստծո խոնարհն էր Լիդիա Մանթաշյանը, Աստծո խոնարհը։ Ինչու նրան պետք է կալանքի ենթարկեին։ Չգիտեմ, դա երևի շուտով ես կարծում իրավաբանները առիթ կունենան գրքեր գրելու այն մասին, թե ինչպես չի կարելի վարել քրեական գործելը եւ ընդհանրապես ինչպիսի սոսկալի անարդարության մեջ է հայտնվել Հայաստանը։